ինչպես են փորձում Հայաստանի հասարակության, այսպես թող կոպիտ չնչի գլուխն արտուկել այսպիսի պրիմիտիվ քարոզչական խաղերով Շատ քաղաքակիրթ ասացինք, այո։ Եվ կամ ուղեղները լվանալ եւ եթե վիրավորվելու բան կա պետք է վիրավորվի Հայաստանի հասարակությունը, որ իրեն մատուցում են այսպիսի խաղեր։ Իսկ գործնականում ինչ է տեղի ունենում, նույն Զելենսկին, եթե այդպես շատ մեծ աղմուկ առաջացավ։ Նույն Զելենսկին իսկ ինչ է արել Ռուսաստանին Հայաստանից։ Այսինքն եկեք փորձենք հասկանալ, այդ խորքը առարկայորեն լավ ասել է Կարմիր հրապարակում ԱԹՍ-ներով կհարվածեմ եւ այլն եւ այլն։ Դա ասում է ինչի Կանադայում չասեց, ինչի եկավ հենց Երևանից ասեց օրինակ։ Ասեց Երևանից եւ նույն օրինակ նույն Ռուսաստանը ինչու զգայուն չի արձագանքում Զելենսկու ադրբեջանական այցերին, ինչու որ Ադրբեջանի հետ էլ ունեն դաշնակցային հռչակագիր, որը ստորագրել են Ուկրաինայի դեմ պատերազմից ընդամենը 2 օր առաջ։ Ուրեմն ինչու այդ հարցերում զգայուն չեն Ադրբեջանի նկատմամբ եւ ահա այսպիսի մեծ աղմուկ է բարձրանում Հայաստանի դեպքում, որովհետեւ կրկնեմ դրանք այդ քարոզչական տարատեսակ հնարքներն են միմյանց նկատմամբ, որոնք խաղացվում են հայ հասարակության գլխին ընդամենը։ Զելենսկին հայտարարեց եւ ինչ տեղի ունեցավ հետո։ Հասան անօթաչուներ Կարմիր հրապարակ։ Չհասան։ Հետո տեղի ունեցավ այն, որ հանկարծ Զելենսկու շուրջ հերթական կոռուպցիոն սկանդալը բռնկվեց եւ հակակոռուպցիոն բյուրոն, որը ակնհայտորեն բոլորն էլ հասկանում են, գործում է ամերիկյան հովանու ներքո, այդ հակակոռուպցիոն բյուրոն անմիջականորեն մտավ Զելենսկու աշխատակազմ, դարձյալ Երմակին մեղադրանքներ ներկայացվեցին փողեր լվանալու եւ այլնի համար։ Եվ մյուսը հայտնի լրագրող ամերիկացի Թաքեր Քարլսոնի մոտ հարցազրույց է տալիս Զելենսկու նախկին խոսնակ Յուլիա Մենդելը եւ փաստացի մերկացնում Զելենսկուն։ Կարծում եմ որևէ մեկը չի կարող պատկերացնել, որ այդ հարցազրույցը կարող է լինել պատահական։ Կամ այդ աղջիկը այն աստիճան տգետ էր, որ այդպիսի հարցազրույց տար առանց շատ ուժեղ անվտանգության երաշխիքներ ունենալու։ Ներողություն, ուզում եմ ձեզ ընդհատեմ։ Այս պարագայում կարող ենք հասկանալ, որ Զելենսկու դերը միջազգային դերակատարներ մոտ սպառվել արդեն։ Զելենսկին վաղուց իհարկե վարված խաղաքարտ է եւ այդ Երևանում նրա այցի շուրջ աղմուկի առնչությամբ ես մի գրառում արեցի այդ կապակցությամբ, որ այդ աղմուկը իսկապես անհասկանալի է, եթե դուրս ենք բերում այդ մեդիա ինֆորմացիոն հանգամանքը։ Եվ եթե գնահատում ենք, թե ինչ տեղի ունեցավ հետո, եւ Թրամփը հայտարարեց, որ առաջարկել է Ուկրաինային ու Ռուսաստանին երրորդյա հրադադար, եւ Զելենսկին ինչ է հայտարարում Զելենսկին, մեզ համար ուկրաինացի զինվորների կյանքերը ավելի կարեւոր են, քան Կարմիր հրապարակը։ Եթե կարևոր են ընդհանրապես ուկրաինացի զինվորների կյանքերը, ընդհանրապես ինչի